Արցախի տեղեկատվական շտաբը ի պատասխան ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի հայտարարություն է տարածել, որում ասվում է. Արցախի հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը որպես ավան ներդրված էր Արցախ բանկ ՓԲԸ-ում և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները։ Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի հանրապետությունը։ Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել։ Ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից։ Արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո խնդիրը բանավոր և գրավոր բազմիցս ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ արձագանք չկա խնդրի լուծման և առաջացած սոցիալական անհավասարության հաղթահարման գործում, ասված է հայտարարության մեջ։ Երկաթուղիների ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայկական երկաթուղիների կառավարման թեմայի վերաբերյալ հայտարարություններին։ Ինչ որ տարօրինակ հայտարարություններ են, Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կառավարման ներքո և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է պայմանագրի բոլոր պայմանները։ Երևանում հավանաբար մոռացել են այդ մասին, նշել է Զախարովան։ Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանի հետ հանդիպմանը։ Հունաստանում գտնվող Խաչատուրեանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի ընձեռած հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։